Ուզում հասկանամ լրագրողներդ, որ դուք նայում եք ձեր գործընկերներ լրագրողներին, հարիր է այն ինչ որ անում են լրագրողները, հարիր է օրինակ, երբ որ լրագրողները հետապնդում են տարիքով բավականին մեծ կնոջը եւ սադրում են եւ վիրավորում են եւ ծանր իրավիճակի մեջ են դնում։ Ձեզանից որևիցե մեկը ազատություն ռադիոկայան դուք, Ֆակտոր ջան դուք, որևիցե մեկը դուք Եվրոմեդիա քննադատել եք այդ լրագրողական գործունեությունը։ Ես անկեղծ եմ հարցնում, պատասխանեք, դուք քննադատել եք մարդկանց հետապնդելը, մարդկանց սադրելը, վատ որևիցե, լավ, եկեք դուրս գանք այդ բանից, որևիցե լրատվական կայքի, լրագրողի վատ գործողություն երբևիցե ձեր ձենները դուրս է եկել։ Բայց մենք ինչի պիտի քննադատենք լրագրողին։ Ես ներողություն եմ, բայց ես իմ գործընկերոջը պետքա դուք ինձ հարց եք տալի, ես պետք է իմ գործընկերոջը քննադատեմ, դուք ջուրները բերաններդ հավաքած ձև անեք, որ ոչ լսում եք, ոչ տեսնում եք։ Գիտեք ինչի պետք է, հեսա կվերա, գիտեք ինչի պետք է քննադատեք, որովհետև դուք պետքա որ հետաքրքրված լինեք, որպեսզի նորմալ լրատվական դաշտ ձևավորվի։ Դուք կանոնագիրք ունեք, չէ՞։ Դուք կանոնագիրք ունեք, ես ճիշտ գիտեմ։ Մենք մեր կանոնագիրքի սահմաններում աշխատում։ Այո, լավ եք անում։ Դուք էլ ունեք կանոնագիրք, բայց ինչի՞ չեք քննադատում ովքեր որ Մենք նորմալ աշխատում ենք։ SMS-ով հոտված գրելը, ձեր կանոնագրքով, դու որ SMS-ով ներողություն որ դու եմ ասում, դուք որ SMS-ով այս բան գրեք, նորմալ կլինի ձեր կայքի համար։ Լսել եմ ես ձեզանից, որևիցե մեկը ձեզանից լսել է, որևիցե քննադատական խոսք։ Դուք քննադատում եք իշխանությանը, ինձ Նիկոլ Փաշինյանի գործընկերոջ ասում եք, իսկ ձեր գործընկերը որ տենց է խոսում, քիչ է խոսում տենց։ Ես ասում եմ քիչ է խոսում։ Ձեզ թվում է լսեցի, ինչ եք հարցում։ Սիմոնյան, հերթիմներ։ Այլ հարց ունեմ, այլ թեմա է։ Շնորհակալություն հնարավորության համար հարգելի գործընկեր։ Պարոն Սիմոնյան, Կշտան բանկի բողոքի այս դրսևորումները ձեր գնահատմամբ ինքնաբուխ են, թե սրանք ինչ-որ կենտրոնների շահագրգիռ խմբերի կողմից ուղղորդվում են, որովհետև ատելության, քարոզչությունը այնքան խիտ է երկրում, որ գուցե քաղաքացիները ազդում են այդ ատելության մոտ։ Միանշանակ ուղղորդված է, նաև դա նրանից է, որովհետև անելանելի վիճակի մեջ է անդիմությունը, անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է, որ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները իրանք խնդիր ունեն բանը անցնելու, եկեք այսքան, իրանք խնդիր ունեն, բանը մի հատ ուրիշ կամերայի դեմը կանգնեցիր հիմա, իրանք խնդիր ունեն շեմը նվազագույն հատելու, ակնհայտ է դա։ Ակնհայտ է, Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ը իր ռեսուրսի հաշվին, հին ռեսուրսի հաշվին փորձի հատել, Հայաստան դաշինքը ակնհայտ է, որ չի հատելու 100,000 ձեն Հայաստանի Հանրապետությունում ինքը անհնար բան է դա, վստահ եմ դրա մեջ, դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է կլխկոնձի տա, ՊՊԶ-ի, բանանի, բարի խոսի, ասի որ Դուալիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրան պատասխանենք։ Ուժեղ Հայաստան այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրանց այդ գաղտնիքը, այդ շղարշը, որ եսին որտեղից ինչ որ յանք եկել են, որ ինչ որ բան կա, այդ մարտին դա անցավ, հետո լուսերը տվեցին, տեսախցիկները միացրեցին եւ պարզ դարձավ, որ այդ մարտը ԴԹ-ի ուղղագրությունը չգիտի, ՂԽ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում եւ ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող Հայաստանի Հանրապետություն որևիցե պաշտոն զբաղեցնել, այլ նաեւ պատկերացում չունի ինչի՞ց է խոսում։ Եվ ուստի ինչ ամնում տակը մնում է եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունը ինչ է անում, որպեսզի լրագրողները հարցնեն, եկեք ագրեսիա ցուցաբերենք եւ այլ։ Հարց եմ տալիս ձեզ եւս մեկ։ Դուք ինչ մեկնաբանություն կտաք ձեր կայքերով, ավտոմատները ուսներին դրած այն Ղարաբաղցիներին, առնվազն Ղարաբաղցու բանով էին, բարբարով էին խոսում, որոնք որ սպանությամբ եւ մահով էին եւ սեռական բնույթի հայհոյանքներ են։ Ես տեսնելու եմ, նայելու եմ, տեսնեմ, ձեզանից որ մեկը գնաց դրա հետևից, գնալու եք տեսնեք, որ ուժից է գալիս, որ ուժին են հարում, հարցնելու եք Քոչին, Սերժին, այն, չգիտեմ, այն դեր մեկը չի պարզ չի կարող խոսա, չգիտեմ, ինչ որ մեկին հարցնելու եք, ասեք, բայց sense ոնց է անելու, ատելություն եք բերում։ Ախր խոսքը մարդ սպանելու մասին չէ, դա պետականության դեմ ուղղված հանցագործության մասին է խոսքը։ Իրավապահները պիտի։ Լսեք, ես չեմ ասում գնացեք բռնեք։ Ես ասում եմ դուք հարցնելու եք մնացածին դրա մասին, դուք ձեր գնահատականը, ձեր հոդվածներով, ձեր նյութերով տալու եք ձեր մեկնաբանությունով, ինչպես դուք օրինակ, անձամբ դուք, երբ որ գնացել եք Կիրանց եւ կանգնել եք եկեղեցու մոտ, ասում եք, ահա այստեղ ընդամենը մի քանի մետր տարածքով անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, մեկնաբանություն եք տալու եք այդ մեկնաբանությունը այս պարագայում, թե ոչ։ Իմ հարցը դա է։
Պարոն Սիմոնյան, կզացնելը, սատկացնելը դա ատելության խոսք չէ, որ քաղաքացիներին քանի օր է հնչեցվում է նման խոսույթը։ Դա ատելության խոսք չէ։ Նախ պետք է մի հատ գնաք Քոչարյանին հարցնեք, ասեք կզացած բառը ասելով ինքը ինչ նկատի ուներ, կարծես թե ինքն է գցել դա շրջանառության մեջ, դե քանի որ ինքը անգրագետ է, լսեք, դատի չի տալիս ինձ, տարբեր բաների համար դատի է տվել, 50 անգամ ասել եմ անգրագետ, դատի չի տալիս։ Հիմա քանի որ ինքը անգրագետ է, նախ եկեք ճշտենք, ինքը որ ասում է կզացած, որ sense բաներ է ասում, այդ ինչ նկատի ունի։ Նախ երկրորդը իրանք է, թող վերջացնեմ, վարչապետի խոսույթը, դուք վարչապետի խոսույթի մասին մի հարցրեք, որտեղ 5 րոպե առաջ դրա մասին խոսեց։ Նորից նույն բանը ասեմ։ Քաղաքացիներին է, չէ՞, սպանում քաղաքացիական Ուրեմն ես կրկնում եմ, ես միանում եմ որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, ես միանում եմ վարչապետի ասածներին եւ ես Ռոբերտ Քոչարյանին եւ մնացածին նույնպես կզացնելու եմ քաղաքական, իրավական եւ բոլոր առումներով կզացնելու եմ։ Իրանց Հայաստանի Հանրապետության մեր երկրի, մեր ժողովրդի դեմ արածների համար ու վաղուց պետք է անեն։ Իրենց աջակիցներին ոչ, իրանց աջակիցներին ոչ մի բան չի սպառնում։ Սպառնում է այն, որ ես իրանց հետ պետք է նստեմ եւ խոսեմ, բացատրեմ, որ իրանք սխալվում են եւ իրանք մոլորության մեջ են։ Քաղաքացին մոտեցել է ձեզ եւ այլ կարծիք է հայտնել, այսինքն ով մոտենա եւ այլ կարծիք հայտնի, պետք է ասեք, որ ուղղորդված է։ Քաղաքացին իրավունք ունի այլ կարծիք ունենա ձեր։ Իսկ ինչու եք, բոլորին ասում եք ուղղորդված են։ Չէ, ում եմ ասում ուղղորդված։ Օրինակ բոլորին, հլա ասեք, ում 3 հոգու անուն տվեք, բոլորից 3 հոգու անուն տվեք։ Մոտեցել է եւ այլ Չի եղել տենց։ Ոչ, շատ են, ես 2 կնոջ հետ եմ խոսացել Դավթաշեն թաղամասում, շատ վրդոված խոսակցություն ա եղել, վերջում իրանք շատ վիրավորված եւ ես էլ շատ վիրավորված բաժանվել եմ, բայց իրանք ուղղորդված չէին, իրանք ցավի մեջ են, ես իրանք ցավը հասկանում եմ։ Իսկ ձեզ ով ասեց, այդ նարատիվը հենց հետաքրքիր է, եկել է սատանի մայլեն, քանդերբազություն ես անում, ասում ես դուք բոլորին Ով ասեց որ բոլորի։ Լավ, հարգելիս։ Ես ձեզ խնդրում եմ, ես հեսա կվերադառնանք Տաշիրում, Սամվելկա, բոլորին, բառը նշանակում է որ բոլորին, անխտիր բոլորին։ Ես ձեզ ասում եմ 3 հոգու անուն տվեք, դուք կարողանում եք 2-ին տակ։ Ես անուններով չգիտեմ քաղաքացի։ Լավ, նկարագրեք, որ դեպքը նկատի ունեք, կարողանում եք նկարագրել։ Ստեղ եմ, հիմա ես կպատասխանեմ, ձեզ ժամանակ ունեք։ Մտածեք, ասեք լսում։ Սիմոնյան, մեկ հարցել, եթե կարելի է, եւ դուք հաճախ եք քննադատում լրագրողներին, լրատվամիջոցների գործունեությանը, տելեգրամյան ալիքներով անդրադառնում եք, թիրախավորում եք եւ թերևս չտեսա օրինակ մի անդրադարձ, որ ասեիք, որ ինչքան տգեղ է, երբ լրագրողը կարող է քաղաքացու հետևից գոռալ տղամարդ չէ, սարի հարցերում եմ խոսամ կամ ոտքերից տակ մի գնային։ Լրագրողներից մեկը օրինակ։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ մասին է խոսքը։ Ինչի մասին է։ Նախկինում Արարատ Նյուզում էր աշխատում։ Ում մասին է խոսքը։ Նանե Իսրայելյանի։ Ես Նանե Իսրայելյանին ինչի պետք է մեկնա, ասում եք Արարատ Նյուզում աշխատել, ինձ ինչ ես որպես Արարատ Նյուզի ստեղծող, հիմա պետք է քննադատում, այդ մի դրվագին չեք անդրադարձել։ Ես չեմ տեսել այդ դրվագը, որ տեսնեմ կանդրադառնամ։ Ուղարկեք ինձ տեսնեմ այդ դրվագը անդրադառնամ։ Բան չունեք դուք ասել։ Մի վարքյան էլի, ԿՊ-ն կքննի կանոնագրքի համաձայն Փաշինյանի խոսույթը, որովհետև քիչ առաջ ասաց թող ԿՊ-ն որոշի։ Դա մեր ներքին գործն է, մեր վարչության որոշելիքն է եւ մենք ընդհանուր այսպես ասած զրուցարան ունենք եւ հաճախ խոսում ենք եւ հաճախ հանդիպում ենք եւ բոլոր օրը նախ ամփոփում ենք եւ գալիք օրն ենք պլանավորում եւ դա մեր ներքին գործն է, խնդրում եմ։ Պարոն Սիմոնյան, նարատիվների մասին խոսեցիք, վստահ եմ տեղյակ եք, թե կեղծ նարատիվների ինչ մի փունջ է նետվել քարոզչական դաշտ, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձ, քաղաքական ուժերից մեկի լիդերը ընդհանուր 500,000 ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսում։ Ասում է, որ դուք նոր հողեր եք տալու, ասում է, որ մանկապարտեզներն ու դպրոցները կառուցում եք վերադարձող 300-ից 500,000 ադրբեջանցիների մասին, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրության ներդրված համակարգը չեղարկելու եք։ Մի խոսքով։ Սուտաս անեմ։ Հիմա ես հարց եմ տալիս, կա մարդ այդ մարդկան Սամվել Կարապետյանը, ով ասում է, որ նման պայմանավորվածություն կա, նման պլաններ կա, ստախոս է։ Թող Սամվել Կարապետյանը ինձ դատի տա։ Հիմա տարբերակը սենց է։ Կամ Սամվել Կարապետյանը ինձ դատի է տալի, որտեվ ես պաշտոնապես հայտարարում եմ։ Կալուգայի Սամվել Կարապետյանը, երբ ասում է, որ 300,000 ադրբեջանցի իշխանությունը պատրաստվում հետ բերել, նման պայմանավորություն ունի, նման բանա քննարկել, նման բանա մտածել, նման բանա, չգիտեմ, ինչ որտեղ խոսել, ես ասում եմ ինքը ստախոս է։
ես իրան մեղադրում եմ ստախոսության մեջ, եթե ինքը այդքան պլոճիկ ունի, եթե ինքը այդքան իր մեջ վստահ, ես իրան առաջարկում եմ ինձ դատի տալ կամ հակառակը լռել, որովհետև ամեն անգամ երբ ինքը խոսում է, իր վարկանիշը գավիժում է, մեր վարկանիշը բարձրանում է։ Ես իրան առաջարկում եմ ինքը ավելի շատ խոսի։ Պարոն Սիմոնյան, մեկ այլ թեմայից մի հարց։ Վարչապետը նախորդին դարձյալ Արցվաշենի մասին խոսեց անկլավների թեմային անդրադառնալով, քաղաքացու հետ զրույց էր, ու հիմա անդիմությունը դարձյալ շարունակում ապնդել, որ պատրաստվում են նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, սահմանազատված գործընթացի հետ կապված ինչ նորություն կա ու ինչպես կարձագանք եք այդ պնդումները։ Իսկ նախկինում որ պնդում էին, որ Տավուշը տվին, Տավուշը հանուն փրկության շարժում արեցին, եկան Երևան, Բայքը տվին եւ այլը, տվինք, գոյություն ունի, գիտեք ինչ, չի կարելի հայ ժողովրդին, իրանց պրոբլեմն է, որ իրանք մտածում են, իրանք ամենախելոքն են եւ հայ ժողովրդին կարան գժի տեղ դնեն, հիմարի տեղ դնեն։ Իրանց պրոբլեմը դրա մեջ է կայանում։ Եվ իրանք կա գոյություն ունի փաստաթուղթ, որը որ հակառակ կողմի Ադրբեջանի կողմից ստորագրված եւ վավերացված է։ Հիշում եք ազգային ժողովում ձեր գործընկեր լրագրողները ասում են Ալիևը չի ստորագրել, ընդդիմությունները ասում են չի ստորագրելու, ստորագրեց, վավերացրեց։ Իսկ ինչ է այդ փաստաթուղթը։ Փաստաթուղթը նրա մասին է, որ Հայաստանի սահմանը եւ Ադրբեջանի սահմանը վեր հանել ենք եւ այդ սահմանի ինչը գտնվում է մեր տարածքում հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն, ինչը Ադրբեջանին է։ Հիմա այդ համաձայնությունը իրավականորեն արդեն կա։ Գործնականում սահմանազատված է 12 կիլոմետր։ Նաև ամենօրյա խոսակցություններ, աշխատանքներ են գնում փոխվարչապետների մակարդակով շարունակության եւ մնացածի հետ կապված, այսինքն ամբողջական սահմանազատում անելու հետ կապված։ Հիմա այս անընդհատ այս նույն հիմարությունը կրկնել, մարդկանց ուզենալ խաբելը, ինչքան կարելի է։ Գործնական փուլ ետ կսկսվի, որ արդեն Լսեք, ուզում ենք մեծ կտորներով, ուզում ենք որ հնարավորինս արագ անենք, բայց process-ները խանգարում են, նաև մեր նախընտրական process-ը, նաև տեսնում եք, որ հիմա մենք ինչ ենք ասում պատերազմի կուսակցություն են իրանք, որովհետև իրանք ասում են մենք գալու ենք վերանայենք, իրանք բառացի դա ասում են, իրանք բառացի դա ասում են։ Հիմա պատկերացրու, որ հակառակ կողմը ինչ է մտածում, ասում է՝ մի րոպե, հիմա պատերազմը ավարտված է, թե ավարտված չի։ Հիմա վերանայելու ենք, սա թե չենք վերանայելու։ Ինչա՞ ձեզ թվում, որ մենք ինչ որ մտահոգություն, մտավախություն ունենք, հակառակ կողմը այդ մտավախությունը չի կարող ունենալ։ Դրա համար եմ ասում, այս երեքը եկել են, ուղղորդված են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մշտապես լինի պատերազմի մեջ, որպեսզի լինի կախված իրավիճակում, կախված վիճակում լինի, որպեսզի մեր խոսույթը լինի այս մերնա, այն մերնա, կրեցինք, կրվանք լինի գործիք Հայաստանի Հանրապետություն։ Ասում են, ուզում ենք, որ Հայաստանի համար առավել լավ պայմաններ լինեն այդ թղթով։ Լսեք, առավել լավ պայմանները որն է, երբ որ դու ունես քո երկիրը, որով որ դու անկախացել ես։ Ուզում հասկանամ, պայմանագիրը երկկողմանի է բոլոր 17 կետերով։ Առավել լավ պայման են ուզում, թող հարցրեք, ասեք, օրինակ, չգիտեմ, 5-րդ կետը դուք ինչ տարբերակ եք առաջարկում կամ վերջո հարգելիներս Հայաստանի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունը համաձայնեցրել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ինչն ես ուզում Ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից ջերմուկից։ Հարգելիս, ուրեմն վերադառնում ենք սահմանազատման, սահմանագծման խոսակցությանը։ Ադրբեջանցիներն էլ ուզում են հայերը դուրս գան այն սանտիմետրներից, որտեղ որ հայերը առաջ են։ Մենք էլ ուզում ենք իրանք այն սանտիմետրներից, որոնք իրենք են առաջ դուրս գան սահմանագծում, սահմանազատում, այդ գործընթացը դրա մասին է։ Բայց այն ժամանակ ԳՇՊՏ-ը ասում էր կսովածանան, մի քանի օրից հետ կգնան։ Իրենք դա երբ են եկել եւ ԳՇՊՏ-ն էր ասում։ Ասեք։ Ասրյանը։ Կսովածանան ինչ կանեն։ Հետ կգնան։ Ես անկեղծ ասած չեմ լսել այդ մեկնաբանությունը, բայց ես չգիտեմ այդ սովածանալը, ես ուրեմն այսքան խոսում եմ, պատմում եմ, ասում եմ, որ սահմանագծում, սահմանազատում, ասում եմ, որ Ալիևը ստորագրել է, ասում եմ պայման, ԳՇՊՏ-ը ասում էր, իրանք կսովածան, արի քննարկեն գշսովածանալը։ Որ եթե այդքան հեշտ Սա լուրջ չի։ Սա լուրջ չի։ Այդքան հեշտ լիներ, ապա իրենք վաղուց դուրս կգային։ Իսկ Տավուշում մենք ոնց դա արեցինք, իրանք որևիցե տեղից հետ չգնացին։ Հա, չգնացին։ Բա որ տենց բանը հարց չի, իսկ ո՞ց որ հեշտ հարց է։ Լսի, պայմանավորվածությունը ձեռք բերված է, թղթերը ստորագրված է, Ադրբեջանի նախագահան
վավերացրել է ի հեճուկս ձեր բոլորի եւ ընդդիմադիրների խոսույթի։ Հիմա process է գնում եւ կտորներն է քննարկվում եւ քննարկումը ոնց են անում, ինչ են անում։ Այսինքն ինչ է ձեր ուզածը սրանից ավել, այսինքն ինչ կա, որովհետեւ չի արվել, որ մեր ընդդիմադիրները պետք է անեն եւ կարող են անել։ Իրանք ոչ մի բան չեն կարող անել։ Իրանց հետ ոչ մեկ չի բանակցելու։ Իրանցից որևիցե մեկ ուժի հետ ոչ մեկ չի բանակցելու։ Սամվել Կարապետյանը Եվրոպայում աշխարհում ընկալվում է որպես ռուսական օլիգարխ, իրանց հետ ոչ մեկ չի բանակցելու, իր կապիտալը Ռուսաստանում է գտնվում, ինքը կախյալ վիճակում է, դուք պատկերացնում եք, որ ինչ-որ մեկ կարող է մի քանի միլիարդ դոլար փող ունենա Ռուսաստանում եւ ինքը անկախ լինի, ես կարծում եմ, որ նման նաիվ չենք։ Գագիկ Ծառուկյանը նույն իրավիճակում է գտնում, իր տղան գտնվում է Բելարուսում, պատասպարվում է Բելարուսում, ով մնաց տակը, Ռոբերտ Քոչարյանը բաց հայտարարում է, որ ինքը Ռուսաստանի շահերն է ստեղ սպասարկում, իր բոլոր խոսույթները, չգիտեմ, կարող եք Ռասիա 24-ին միացնեք եւ Ռոբերտ Քոչարյանի խոսակցությունը, այս տպավորությունն է, որ նույնիսկ դժվարությամբ թարգմանում է եւ ասում է, իրանք կարողանալու են ինչ-որ բան խոսել, իրանց հետ ինչ-որ մեկը խոսելու է, բաց տեքստով Եվրոպայի լիդեր երկրներից մեկը ասեց, մի քանի տարի առաջ իսկականով չէինք գա մենք այս երկիր, հիմա տեսնում ենք ձեր առաջընթացը, այն ինչ որ դուք արել եք, իրանք կարողանալու են, իրանք եկել են, իրանք գալու են, իրանց հետ բերելու են պատերազմ, մեղադրելու են մեզ, ասելու են նախկիններն են մեղավոր, մեղադրելու են մեզ եւ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը լավագույն դեպքում կնվազեցնի, իսկ վատագույն դեպքում շատ վատ բաներ ալինը չեմ ուզում խոսել։ Այդ է պատճառը, որ առաջ են քաշում երաշխավորների ինստիտուտը, մասնավորապես Սամվել Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել եւ մի տեսակ դժվար է պատկերացնել, եթե ես չեմ սխալվում, եվրոպական երկրներից մեկն էլ է իր նկատմամբ հետախուզում հայտարարել, ինչ վերաբերում է երաշխավորներին, եթե նկատել եք ոնց որ երաշխավորների վրա այս վերջերս դրոններ են ընկնում, բոլոր հնարավոր է, Պարսկաստանին էին ասում, Պարսկաստանը պատերազմի մեջ հայտնվեց, Ռուսաստանին են ասում, այսօր 3 Մոսկվայի վրա մեծ քանակությամբ դրոններ են թափվել, ուզում հասկանամ այդ երաշխավորների մասին, որ խոսում են, հա, Պակիստանը մնաց, այ Պակիստանն է բաց թողել, երևի Պակիստանն է մեր երաշխավորը, ինձ քննադատեցին, փորձեցին դա շրջել իմ դեմ։ Երբ որ ես ասեցի, որ երկու երկիր ովքեր որ խնդիր ունեն, իրանք են իրար մեջ երաշխավոր։ Ես կրկնում եմ, եթե ես ձեր հետ խնդիր ունեմ եւ դուք իմ հետ խնդիր ունեք, ամենամեծ երաշխավորությունը իմ ու ձեր միջի խնդրի լուծումն է, իմ ու ձեր համաձայնությունն է, ոչ թե երրորդ մեկինն է, որը գալու է իր շահերը սպասարկի։ Սա այնքան պրիմիտիվ է, որ ասենք, չգիտեմ քանի անգամ սա կարելի է կրկնել։ Շնորհակալություն։ Եվ վերջում ինչպես եք դուք վերաբերում այդ խմած վարորդներին, չէ, մեր YouTube-ն եմ նայում ընդամենը։ Ինչպես եք դուք վերաբերում խմած վարորդներին համաներելու հետ կապված այդ հայտարարությունը։ Լսեք, ես կարծում եմ, որ կառավարությունը միջանկյալ լուծում է գտել եւ բազմաթիվ ինձ էլ են որպես падգամավոր բազմաթիվ դիմել, բազմաթիվ մարդիկ են դիմել եւ կարծում եմ միջանկյալ լուծում է, որը որ մեկնաբանվում է որպես նախընտրական կաշառք։ Լսեք, այս տարիների ընթացքում դպրոցներ կառուցեցինք, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, 5000 կիլոմետր ճանապարհ կառուցեցինք, ասենք, չգիտեմ, մարդկանց թոշակները բարձրացրեցինք եւ այլ։ Այսինքն մենք, որ իշխանությունը որ ընտրվում է, ինչ լավ բան արեց, հաշվի առնելով որ Քարոզարշավը սկսում է ընտրությունների անմիջապես հաջորդ օրվանից, ինչ լավ բան արեց, կարելի է տենց բան ասել, ինչն է նախընտրական կաշառք։ Իսկ ով ասեց, որ այդ մարդիկ ընտրելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այդ տրամաբանության մեջ է, որ սրանք փորձում են ում փող բաժանեն, տենց վստահ են, որ իրանց ընտրելու է։ Ձեզ ասում եմ, ձեր բաժանած հնարավոր բաժանած փողի ձեզ 20%-ն է ընտրելու։ Անիմաստ փող մի ծախսեք, մինչև 10 տարի փոխելու են օրենքը, արդեն նախագիծը կա։ Փոխելու են օրենքը, մինչև 10 տարի դատվելու են, ներում բեկում չի լինելու, որովհետև դա պետականության անկախության դեմ հանցագործություն է, ասա որ չստացվի, որ քեզ առանց հարց թողեցինք։ Բայց դա Դա որ ասում եք, պարոն Սիմոնյան, որ դպրոցներ են կառուցում եւ այլն, բայց դա պաստականություն է, ոչ թե այնպես եք ասում, կարծես լավություն եք անում մարդկանց։ Խնդրում, բա Ռոբերտը Քոչարյան, Սերժը Սարգսյան միջև մի րոպե, բայց իրանք են չէ՞ մեր հետ մրցում։ Ուզում հասկանամ, բա իրանք այդ ինչի չկառուցեցին իրանց պարտականությունը, ինչի չարեցին։ Բա թող անեին։ Հələ քաղաքացիական պայմանագրի մասին է եւ ասում եմ, դա պաստականություն է, ոչ թե լավություն անել։ Ասում եմ, որ մեր ես չեմ ասում լավություն։ Ես չեմ ասում, որ լավություն եմ անում։ Ես ասում եմ, որ մենք մեր պարտականությունը կատարել ենք
Եվ հիմա ասում ենք, որ խաղաղություն ենք բերել եւ խաղաղությունը պետքա խնամքի տակ լինի եւ ասում ենք, որ տեսեք, դպրոցների մանկապարտեզների մասը արել ենք, չենք գողացել, մեծ դղյակներ չենք կառուցել, չգիտեմ ինչ օրինակներ բերեմ, գիտեք, չկրկնվեմ։ Մենք պարտականություն արել ենք, այսինքն մենք արժանի ենք եւս մեկ անգամ քվեստ ստանալու, որպեսզի այս անգամ ամենակարևոր հարցը դա խաղաղությունն է, որպեսզի մեր երեխաները այլևս չզոհվեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը եւ, չգիտեմ, Միշիկը, ես մնացած մյուսները, այն մարդիկ, ովքեր որ փորձում են մեր երեխեքի մահվան թվի վրա քաղաքական դիվիդենդ հավաքեն, որ իրանք էլ գոյություն չունենան, որովհետեւ մարդը, որը որ թիվը ավելացնում, ասենք Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է 5000 եւ ավելի, հələ մի հատ իրան հարցրեք, ասեք, բա մարտի 1-ին քիչ ես ասում 10 հոգի եւ 100-ով ավելի։ Բասա, բա Պողոս Պողոսյանի աղբոր տղուն էլ ավելացրու, ծեծելեք, սպաներեք, բա քիչ ես ավելացնում։ Հրապարակել եմ իմեջում մարդկանց անուն ազգանունները, լուսանկարները դրել եմ, էլի իրան հիմա կասեք էլի ոչ քաղաքական խոսույթ օգտագործում, բայց պետք է ասեմ, հայերեն ասեմ, խողովակի տեղ է դնում, ասում է դե ասեք մենք ներողություն կխնդրենք։ Լսի, Ռոբերտ Քոչարյանը այնքան բանի համար պետք է Հայաստանի Հանրապետության, պետք է չոքելով, պրոսպեկտով ներողություն խնդրելով իջնի, օպերա մտնի, որտեղ որ մարդկանց ծեծելով, տարան հասցրեցին քաղաքապետարանի մոտ ներողություն խնդրելով պետք է ման գա։ 8 տարի ասա, հա։ Լսում, որ պետք է Ռոբերտ Քոչարյանը նստի մարտի 1-ի մասին, ինչու միջև հիմա չի նստել։ Արդեն պատասխանեմ, բայց հիմա նորից կպատասխանեմ, որովհետև բոլոր այդ գործերը շատ հոյակապ ձևով կոծկվել են։ Քննիչները, պարկուճները փոխարինել են այլ պարկուճներով։ Քննիչը գտնվում է հետախուզության մեջ։ Մի քանի, եթե ոչ 100-ին հասնող հատորներով գործ կա։ Ժողովուրդ, էլ չեմ ասում, բացահայտված է, լսեք, քաղաքական առումով ինքը իհարկե բնական է բացահայտված է։ Հիմա, բայց մենք չենք կարող քաղաքական որոշմամբ մարդ նետենք բանտ։ Ես մեծ ցանկություն ունեմ տենց բան անելու, բայց ես դրա իրավունքը չունեմ։ Ես մարդիկ մոտենում ասում են դրանց բերեք, տվեք մեզ, տեսեք մենք ինչ ենք անում։ Դրա համար չեն կարողանում փողոցով ման գանել։ Հիմա այդ մարդիկ պատասխան են տալու։ 100% նստելու են իրանց արածների համար։ Ապօրինի գույքով հետ ենք բերել, իշքան 8 միլիարդի բան ենք հետ բերել։ 8 միլիարդի, ամսի 28-ին կգաք Հանրապետության հրապարակ, կտենաք, թե այդ փողերը ուր են գնացել, գնացեք մտեք հենց հիմա, գնացեք մտեք յուրաքանչյուր հիվանդանոց, տեսեք քանի 65 տարեկան անց մարդ կա, որ անվճար բուժվում է։ Դուք հասկանում եք, որ ենք եկել մենք մեր պատերազմից հետո 3 տարի, 4 տարի մենք պատերազմի մեջ ենք եղել, մեզ Ղարաբաղը դատարկելուց ներքաշում էին պատերազմի մեջ, ասում էին կողմերին կոչ են կանոն բան արեք, անչազուսպ եղեք այն դեպքում, որ մենք որևիցե ձևով ոչ մի ուժ չենք կիրառել, ընդդիմությունները մեզ քննադատում էր, ասում էր Ղարաբաղի ժողովրդին քշում են դուք ուժ, մեզ ներքաշում էին երկրորդ պատերազմի մեջ։ Մենք 3-4 տարի էս 8 տարվա մեջ 4 տարի առնվազն մենք պատերազմի մեջ ենք եղել։ Այս 2 տարին է որ մարդ չի զոհվում։ Խաղաղություն ենք բերել, Հայաստանը անկախացրել ենք, տնտեսությունն ենք զարգացնում։ Հիմա եկել են, ուզում են հետ վերցնեն, չի ստացվելու։ Շնորհակալություն։ Մի վերջին կարևոր հարցը պարոն Սիմոնյան Չարաշահելյան, ձեր համբերությունը։ Պարոն Սիմոնյան, փաստերի ստուգման հարթակին վերջերս հասանելի էին դարձել ավելի քան 70 փաստաթղթեր, որոնք արտահոսքի միջոցով իրենց տիրապետության տակ էին հայտնվել։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ էր դառնում, որ Հայաստանի իշխանությունների դեմ եւ ոչ միայն Հայաստանի իշխանությունների դեմ հակաքարոզչություն է իրականացվում Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի համակարգմամբ մենք դա ընդունել ենք իգիտություն, նման խոսակցություններ վաղուց կար, բայց Ռուսաստանի Դաշնության հետ եւ Ռուսաստանի իշխանության հետ մենք այսօր նման հարց քննարկելու չունենք, թող լրատվականները ազատ լրատվական դաշտ ունենք։ Դուք բոլորդ ազատ եք եւ կարողանում եք հետախուզություններ անել, հետաքննություններ անել, զբաղվեք դրանով եւ բացահայտեք Հայաստանի Հանրապետությունը ազատ երկիր է, ազատ ինտերնետով, ազատ քաղաքացիներով, զբաղվեք։
համար ԿՊ-ի պաստառը պոկած քաղաքացուն ձերբակալեցին, որը հոգեբուժարանում ինքնասպան եղավ։ Ես Ալեքսանյան Վահագը եւ Արուսյակ Ջուլհակյանը ԿՊ-ից դուրս եկան, գնացեցինք ձերբակալեցինք, հետո այդ մարդը բանը հերիքա մահվան վրա, դուք մահվան մուննետիկ չեք, հերիքա մահվան վրա աչոք հավաքեք։ Դա ձեզ եմ ասում, ու ասում եմ այն մոնոցած բոլոր մարդկանց, ովքեր մահվան վրա փորձում են աչոք հավաքել, ամոթա, չէ, դու հարց չես տալիս, դու քո հարցի ձև, ես լեզվից հասկանում եմ, ես խոսքից հասկանում եմ, դու հարցի ձևակերպման մեջ ինձ անուղակի ձևով մեղադրում ես եւ դա ակնհայտ է։ Ես քեզ խնդրում եմ, երիտասարդ աղջիկ ես, լավ լրագրող ես, մի արա, մի մտի այն ինչ որ դու լսում ես, մի սարքի քոնը։ Ուրեմն բազմաթիվ մարդիկ ձերբակալվում են, ցավոք սրտի բազմաթիվ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կան եւ կապել դա նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հետ կարծում եմ տեղին չի։ Հարցն էր, թե ինչու այդպես արագ ձերբակալվեց։ Ես չգիտեմ, հիմա արագ դանդաղ ձերբակալվեր։ Տարածվում են տեսանյութեր, որ ընդդիմության պաստառները պոկում են արագությունը կասես, ումա հետաքրքիր իրանց պաստառները։ Դուք նկատել եք, որ իրանք քարոզարշավ չեն անում։ Հարգելինս, եկեք ծուռը նստենք դուզը խոսանք։ Իրանք քարոզարշավ անում են։ Իրանք գալաչկի համար են քարոզարշավանում, դնենք մի կողմին վերաբերմունքը, այն բանը, որ ես այդ մարդկանց վատ են վերաբերում, է ժողովուրդը, իրանք քարոզարշավանում են։ Դուք 21 թվականի Ռոբերտ Քոչարյանի պաստառների քանակը խնդրում եմ հետաքննող լրագրողներ, խնդրում եմ կարա ֆակտորը այդ բանը անիկ ազատության հետ։ Նայ քանի հատ պաստառ ունեն, իրանք քարոզարշավ չեն անում։ Իրանք քարոզարշավ չեն անում, իրանք թարգել են այդ խոսակցությունը։ Իրանք հույսը ուրիշ բաների վրա է, ուրիշ բաների հետ կապված էլ մենք իրանք պատասխանը տալու ենք։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար